Ողջույն սիրելի դիտողներ, հայ քալիքի հարգելի հետևորդներ, ինչպես գիտեք, ես գտնվում եմ Գերմանիայում եւ մասնավորապես Թյուրինգիա երկրամասում եմ, Յեննա քաղաքում։ Այսօր շատ հետաքրքիր տեսանյութ հաղորդում եմ պատրաստել մեր դիտողների համար եւ հետաքրքրությունը նրանում է, որ մեր հայրենակից հետաքրքիր անձնավորության պատմությունն ենք ներկայացնելու, ինչպես է մեր հայրենակիցը, ում անունը շուտով կիմանաք, ապրում Գերմանիայում, ինչպեսի գործունեությամբ է զբաղվում եւ ընդհանրապես ճանաչենք մեր արժանավոր հայրենակիցներին, հայ մարդկանց, տարբեր քաղաքներում Գերմանիայի եւ աշխարհի տարբեր 4 կողմերում սփռված մեր ազգի ներկայացուցիչներին։ Այսօրվա մեր հաղորդումը պատրաստելու ենք Ալբերտի եւ իմ նախաձեռնությամբ։ Մեր ազգակցի հայրենակցի անունը Ալբերտ է։ Ալբերտը Գերմանիա է տեղափոխվել ուսումնառության նպատակով։ Նա ապրել է Երևանում, սովորել է Երևանում եւ այնպես է ստացվել, որ իր մագիստրոսական ուսումնառությունը Յեննայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան հռչակավոր համալսարանում է եղել եւ Ալբերտը հետագայում մնացել է Յեննա քաղաքում, այժմ զբաղվում է հանրային, կարելի ասել, գործունեությամբ, քանի որ Ալբերտը ընկերների հետ այստեղ ղեկավարում է ռեստորանային բիզնես, ռեստորանային գործունեությամբ են զբաղված, ինչը որ հանրային ոլորտի կարևոր ճյուղերից է։ Հիմա ես կուզեմ ներկայացնել արդեն մեր ընկերոջը եւ խոսքը փոխանցել իրեն, խնդրել, որ Ալբերտը պատմի իր կյանքի եւ իր պատմության մասին, իրենց գործունեությունը ծանոթացնի մեր դիտողներին։ Ողջույն Ալբերտ։ Ողջույն Կարեն ջան։ Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ընձեռվեց միասին այս հաղորդումը պատրաստելու հայ կալիքի բաժանորդների, ընդհանրապես մեր հայրենակիցների համար, ու կխնդրեմ, որ ինքդ ներկայացնես քո կյանքի այս պատմությունը, որը արդեն կապված է Գերմանիայի հետ, ինչպես ես որոշում ընդունել տեղափոխվել Գերմանիա եւ մնացածը թե ինչպես եղավ, որ քո ուսումնառությունը այստեղ շարունակեցիր, որոշեցիր մնալ ու այժմ ինչ գործունեությամբ եք զբաղվում ընկերներով, ամեն ինչի մասին խնդրում եմ ավելի մանրամասն։ Ես նախ եւ առաջ կուզեմ շնորհակալություն հայտնել Կարլեն ընձեռված հնարավորության համար, որ մենք այսօր կարող ենք կիսվել իմ ընդհանուր պատմությամբ, մեր ընդհանուր պատմությամբ, մեր հայ ժողովրդի հետ։ Ինչից սկսեմ երևի։ Իմ անունը Ալբերտը, տարիքս 32 տարեկան, 23 տարեկանից գտնվում եմ Գերմանիայում, մինչ այդ Հայաստանում սովորել եւ ավարտել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, մենեջմենթի բաժինը, բակալավրն եմ ավարտել, ապա ծառայել եմ 2 տարի Հայաստան Հանրապետության բանակում, Արցախում եմ ծառայել 2 տարի եւ այնուհետեւ որոշել եմ, որ մագիստրատուրաս պետք է արտերկրում ուսանեմ։ Ուսման նպատակով տեղափոխվել եմ Յեննա քաղաք, այստեղի համալսարանում Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանում սովորել եմ 2 տարի, ավարտել եմ մագիստրատուրան, այնուհետև, չգիտեմ, կյանքի բերումով թե պայմանների թելադրանքով ընտրություն եմ կատարել դեռևս մնալու եւ ապրելու Գերմանիայում։ Այնուհետև որոշեցի մնալ այստեղ Գերմանիայում եւ իմ գործունեությունը ծավալել։ Սկզբնական շրջանում աշխատել եմ տեղի քաղաքապետարանում, այնուհետև ցավոք սրտի պատերազմի բերումով, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ իմ լավագույն ընկերը, բանակի ընկերը ստիպված է եղել լքել Ուկրաինան եւ տեղափոխվել է իմ մոտ այստեղ։ Այդուհետև որոշել ենք միասին սկսել նոր բիզնես, սկսել ռեստորանային բիզնես, ճիշտ ասած ես էլ երբևէ չեմ եղել այս բիզնեսում, բայց կարծում եմ կառավարման ձիրքը միշտ ունեցել եմ եւ հնարավորություն ունեցել եմ ճիշտ կազմակերպելու ինչ-որ գործընթացները եւ ընկերս էլ ունեցել է փորձ աշխատելու տվյալ սեգմենտում եւ միասին որոշեցինք, որ պետք է
բացենք ռեստորանը, երկար մտորում էինք, թե ինչպես սկսենք, ինչպես պետք է ամեն ինչը անվանել եւ արդյոք պետք է միայն կենտրոնանալ հայկականի վրա, թե ոչ։ Եվ որոշեցինք, որ երևի թե միայն հայկականի վրա կենտրոնանալը կլինի ոչ այդքան արդյունավետ եւ որոշեցինք, որ կովկասյան խոհանոցը ներկայացնենք։ Այս դեպքում կովկասյան խոհանոցը մենք սահմանափակել ենք հայ եւ վրացական խոհանոցներով։ Շատ մենք ինքներս Հայաստանում շատ ենք սիրում երևի թե վրացական խոհանոցը եւ այստեղ էլ շատ սիրով ներկայացնում ենք իրենց խոհանոցը եւ հայկական խոհանոցը եւ արդեն 2 տարեկան ենք 2 տարվա ընթացքում կարելի ասել որ մեծ առաջընթաց են գրանցել ստեսել ենք արդեն թե առաքման բաժինն ենք բացել եւ հիմա մարտի 1-ին փորձում ենք ոչ թե փորձում ենք, այլ արդեն կազմակերպել ենք երկրորդ ռեստորանն ենք բացում Հարևան քաղաքում Վայմարում եւ նպատակները դեռևս շատ մեծ են հուսով եմ որ ամեն ինչ կարողանանք իրագործել Հրաշալի է հարգելի Ալբերտ ես կուզեի այսպիսի մի հարց քննարկեինք այ ես մի քանի անգամ արդեն անցնող տարում 1 տարվա ընթացքում հասցրել եմ Գերմանիայում լինել եւ այցելել եմ ձեզ Վիեննա, այցելել եմ ձեր հաստատություն, տեսել եմ, որ չնայած Հայաստանից 4000 կիլոմետր հեռավորությամբ մոտավորապես ապրում եք եւ գործունեություն եք ծավալում, սակայն անհաղորդ չեք Հայաստանի ներքին կյանքին, ամենօրյա կյանքին եւ մտահոգությունները ու սրտացավությունը միշտ ուշադրությունը Հայաստանի կողմ անպակաս է կուզեի կիսվեիք այս հարցով եւ ձեր մտածումները, ձեր կարծիքը այսօրվա մեր Հայաստանում տիրող խնդիրների, մեր ազգի դժվարությունների մասին, չէ՞ որ 2020 թվականից հետո հայերից ճակատագրում ու հայ ազգի ճակատագրում ամեն ինչ կարծես մի պահ գլխի վար շուռ է եկել եւ փորձում է հիմա մեր ազգը այդ դժվարին վիճակից վերականգնվել կարելի ասել այ ձեր պատկերացումները ինչ տպավորություններ դուք ունեք եւ ինչպես եք պատկերացնում ինչ խորհուրդներ կտաք հայ երիտասարդներին առաջին հերթին հայ մարդկանց որ չհուսահատվեն եւ կարողանան ուժ գտնել ուժեղանալու հզորանալու եւ կայանալու խնդրեմ Կալին ջան հարցը ճիշտ ասած մեծ ավելի քննարկվող այո հարց էր բայց փորձեմ ինչ որ կերպ պատասխանել ասենք սեղմ վիճակում իհարկե չեմ կարող հեռու մնալ Հայաստանից քանզի ինչպես արդեն նշել եմ 23 տարեկանում եմ հեռացել Հայաստանից որպես մարդ եւ որպես անձնավորություն ձևավորվել եմ Հայաստանում իմ մի քիչ փոխաբերական ասած իմ հիմքը այսինքն գծվել է Հայաստանում ես որպես մարդ հայ եմ մնացել ու ինչքան էլ ապրեմ արտերկրում չեմ կարծում որ հայ լինելը պետքա դրանից փոխվի ես երբեք Հայաստանից, այսինքն տխուր չեմ եղել եւ իմ Հայաստանից մեկնելու գաղափարը նրան ինչ եղել որ ես փախնում եմ Հայաստանից։ Դրա համար միշտ սիրել եւ սիրում եմ Հայաստանը ու իհարկե ներկայիս իրավիճակը շատ ցավալի է մեր համար, թե 2020-ից հետո պատերազմից հետո այդքան մարդկանց կորուստից հետո Միակ խորհուրդը, եթե որ շատ մանրամասն քաղաքական չասեմ, պետք է ասեմ, որ մարդ պետք է զբաղվի նրանով ինչով որ կարողանում։ Այսինքն մարդ պետք է ղեկավարելուց առաջ իմանա թե ինչպես են ղեկավարում։ Այսինքն լինել առաջնորդ, լինել լիդեր ամեն մեկին տրված չէ եւ ամեն մեկը չի որ կարողանում։ Ցավոք այսօր մենք չունենք այդ մարդուն, որը որ մեր երկիրը առաջ պետք է տանի։ Ես չեմ ասի ով ավելի լավ ով վատ, բայց կասեմ եմ որ չունենք այս բայդրությամբ, չգիտեմ նույնիսկ եթե մարդիկ կարծում են որ լավ մտահղացումներով, լավ մտադրություններով, լավ բարի մարդիկ միգուցե շատ մարդիկ լինեն, բայց քաղաքականության մեջ եւ երկրի ապագայի մեջ երկրի ճակատագիրը որոշելու համար պետք չի բավարար չի լինել լավ մարդ լինելը կամ լավ մտադրություններ ունենալը
պետքա ունենալ ձիրք եւ ունակություններ այդ ամեն ինչը կյանքի կոչել։ Ցավոք սրտի մենք այսօրվա դրությամբ չունենք։ Ինչ կասեմ երիտասարդներին, երևի թե մի քիչ ավելի ակտիվ լինեն։ Իհարկե շատ հեշտ է խոսել դրսից եւ կոչ անել մարդկանց, որ ապրում են Հայաստանում, ակտիվ լինել, չգիտեմ, ինչ որ ռիսկերի գնալ, սակայն դա ցավոք սրտի ես 18 թվականին այստեղից մեկնեցի, որպեսզի մասնակցեմ այդ հեղափոխությանը, որին որ շատ ցավում եմ, որ ես էլ եմ մասնակցություն ունեցել, որ մարդիկ եկել են հիմա իշխանության եւ կարճել են։ Բայց ինչ ասեմ, մեր ազգը սանից ավելի բարդ իրավիճակներում էլ է եղել ու երբեք չի հանձնվել ու գտել են ելքը, բայց ելքը իհարկե միասնության եւ համաձայնության մեջ է եւ իհարկե ինչ որ զոհաբերության մեջ է։ Կներեք, որ ասում եմ, բայց հերվից իհարկե նորից եմ ասում։ Շատ հեշտ է ինչ որ մարդկանց կոչել անել, բայց եթե մենք ցավում ենք, պետք է փորձենք ամեն ինչով մեր պետությունը օգնել, կյանքի կոչել։ Մենք էլ այստեղ ասենք փոքր, շատ փոքր, հա, չափով փորձում ենք ներկայացնել Հայաստանը։ Իհարկե ժողովրդին ենք փորձում ներկայացնել, գերմանացիներին ենք փորձում ներկայացնել, թե ինչ խնդիրներ ունի Հայաստանը, երբ որ մարդիկ խոսում են, կիսվում են, հարցնում են Հայաստանի մասին։ Շատ փոքր, իհարկե դա կաթիլ է օվկիանոսում, բայց փորձում ենք Հայաստանը ճանաչելի դարձնել մեր հնարավորությունների սահմաններում եւ փորձում ենք այդ հնարավորությունները մեծացնել։ Համաձայն եմ Ալբերտ ջան, քո ասված խոսքի հետ, նամանավանդ վերջի մտքի, ինքս ականատեսն եմ, թե ինչպես եք այստեղ ներկայացնում մեր ազգին եւ Փառք Աստծո հնարավորություն ունեք եւ այդ կարողությունն ու գիտելիքներն է բավարար են, որ կարողանաք հարգալից եւ ճիշտ ձևով ներկայացնել հայի ինքնությունը եւ այստեղ ես միշտ նկատել եմ այցելուները ակնածանքով ու հարգանքով են վերաբերվում շնորհիվ ձեզ Հայաստանին, սկսում ճանաչել Հայաստանը, կարելի է մտածել թե ռեստորանային գործունեությունը, խոհանոցը դա բավարար չէ կամ այն ուղղությունը չէ, որով պետք է ազգին ճանաչեն, բայց շնորհիվ ձեր ճիշտ կառավարման ու կազմակերպման բիզնեսի գործունեության ձեր կազմակերպման ես նկատել եմ, որ այցելուները ու գերմանացի ազգը նույնպես սկսում է ավելի հետաքրքրությամբ ու հարգանքով վերաբերվել Հայաստանին, հայկական ավանդույթներին կամ Հայաստանի ճանաչողության հարցին։ Դրա համար շնորհակալությունս եմ ուզում հայտնեմ քեզ եւ աշխատակազմին, ընկերների եւ կուզեմ վերջում ամփոփելիս խոսքը նշես, թե քո կարծիքով հայ-գերմանական հարաբերությունները ընդհանրապես Գերմանիայի պետության հնարավորությունները ու կարողությունները որքանով ենք մենք արդյունավետ համագործակցում, օգտագործում եւ ինչքան դեռ պաշար ու զարգանալու տեղ ունենք։ Մի փոքր, եթե թույլ կտաս ավելացում կատարեմ, իհարկե որ մարդիկ կարող են ասել ռեստորանային բիզնեսը հիմնականում հայ, երբ որ մարդիկ գալիս են որպես միգրանտներ, սկսում են զբաղվել ռեստորանային բիզնեսով, բայց հարցը նրանում է թե ինչ կարելի է անել օրինակ ռեստորանային բիզնեսում, շատ տարբեր տեսակի մարդիկ են գալիս գնում։ Մեծ տարբերություն կա Հայաստանի ռեստորանների եւ այստեղի ռեստորանների, որ մարդիկ հակված են, օրինակ ղեկավար անձնակազմի այդ շփումների գնալ, սկսել խոսել եւ ծանոթանալ։ Եվ այդ շփումների ժամանակ կարելի է ծանոթանալ բազմատեսակ մարդկանց հետ, տարբեր հնարավորությունների, տարբեր ոլորտների մարդկանց հետ։ Եվ այդպես կարելի է կազմել այդ ծանոթությունների ցուցակը եւ այդ ծանոթությունները ինչ որ մի ժամանակ կարող են օգտվել բերել եւ կարող են ծառայել թե սեփական եւ թե պետական շահերին, եթե այդ տեսանկյունից նայենք։ Իսկ հայ-գերմանական հարաբերությունների մասին, եթե իմ անկեղծ կարծիքը այս պայդրությամբ ասեմ, զարգացումները այնքանով են բարդ, որ Գերմանիան ինքնին դեռևս իր ներսում չի կողմնորոշվել, որ ուղղությամբ են գնում, հա։ Ժողովրդի մեծ մասը ցավոք դժգոհ է այն քաղաքականությունից, որը որ վարվել է մինչ այս, իհարկե
միշտ ժողովուրդը դժգոհ ասենք կապ չունի ինչ ղեկավարը երևի միայն Հելմուտ Քոլից են իրանք գոհ եղել, որ դերևս չգիտեմ, Աջակողմյան բևեռն ակտիվ անում, որ միգուցե եւ մյուս ընտրություններին արդեն իրենք հաղթեն եւ մեծամասնություն կազմեն պարլամենտում, որի դեպքում Պարզ չի թե ինչպիսին է իրանց վերաբերմունքը, որտեղ հակասական կարծիքներ են հնչում հենց ղեկավար անձնակազմի կողմից։ Իսկ մյուս տեսանկյունից այս պայմանությամբ կարծում Եվրոպան այնքան է թուլացել, որ հնարավորությունները շատ են իրանց հետ համագործակցելու, որտեղ իրանք էլ են համակիներ մանտալիս, այսինքն ում հետ կարելի է աշխատել, ով իրենց թեկուզ եւ փոքր ձևով կարող է օգնել, թեկուզ ինչքան էլ ասենց մի քիչ գոռոզ ինչի, որ Հայաստանը կարող է օգնել, բայց ինչ որ կապեր պետք է, որտեղ իրանց էլ է պետք է ազդեցության գոտիներ, սակայն կարծում ներկայությամբ շատ թույլ է Եվրոմիությունը ինքնին ու մինչև որ իրենց ներսում չկարգավորեն եւ տնտեսապես է շատ թուլացել Գերմանիան կարծում շատ դժվար կլինի ու Հայաստանի համար էլ ինչքան էլ որ մենք ցանկանանք եվրոպական արժեքներին մոտենալ, չգիտեմ, Եվրոմիությանը գնալ, պետքա չմոռանալ, թե մենք որ ռեգիոնից ենք գալիս եւ ինչպիսի տնտեսական, ինչպիսի քաղաքական շահերի բախումներ կան մեր ռեգիոնում ու երբեք չանտեսել այն մարդկանց ու այն պետությունների շահերը, որոնք որ մեծ իշխանություն են մեր տարածաշրջանում։ Ու եթե մենք մոռանում ենք դա, ապա շատ հեշտ հիշացնում են այդ մարդիկ, որոնք որ կան։ Պետք է պարզապես խելացի քաղաքական որոշումներ կայացնել, խելացի անալիզ անել եւ փորձել առավելագույնս քաղել։ Միշտ չի որ հեշտ է, միշտ չի որ դա ժողովրդի համար հասկանալի է լինելու, բայց եթե ղեկավարությունը պետականամետ լինի, կարծում լավ անալիզի դեպքում կարելի է ճիշտ որոշումներ կայացնել։ Շնորհակալություն, հիշեցնեմ, որ այսօր Սուրբ Ծննդյան տոնն է Եվրոպայի արևմտյան մասում, Գերմանիայում նույնպես եւ շնորհավորենք մեր ընկերներին Գերմանա։ Սիրելի դիտողներ, հիշեցնեմ, մենք գտնվում ենք Գերմանիայի Յենա քաղաքում։ Յենա քաղաքում մեր հայրենակից Ալբերտի եւ իր հիմնած Կովկասյան բակ ռեստորանային հաստատությունում համեցեք Յենա քաղաք, Թյուրինգիա երկրամասում եւ անպայման այցելեք Կովկասյան բակ, Կովկասի շեհով կոչվող ռեստորանը, այնտեղ համոզված ես ասում եմ նոր ընկերներ եւ բարեկամներ կունենաք եւ հանձինս Ալբերտի կծանոթանաք մեր արժանի եւ անկեղծ ազգակցի հետ։ Շնորհակալություն։